Պողոս առաքյալի թուղթը Կողոսացիներին գլուխ 2 և 3 Զգույշ եղեք, չլինի թե մեկը ձեզ գրավի ճարտարամտությամբ և սնոտի խաբեբայությամբ: Դրանք մարդկային ավանդության և բնության տարերային ուժերի վրա են հիմնված և ոչ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետության վրա, քանի որ նրա մեջ է բնակվում աստվածության ամբողջ լիությունը մարմնապես: Դուք էլ եք լցված նրանով, որ գլուխն է ամեն իշխանության և պետության: Նրանով դուք անձեռագործ թլպատությամբ թլպատվեցիք հավատով, մերկանալով մեղանչական մարմնից Քրիստոսի թլպատությամբ, թաղվելով նրա հետ մկրտության մեջ, դրանով իսկ նրա հետ հարություն առաք Աստծու զորությանը հավատալով, որը նրան հարություն տվեց մեռելներից: Եվ ձեզ, որ մի ժամանակ մեռել էիք մեղքերի և ձեր մարմնի անթլպատության մեջ, կենդանացրեց իր հետ: Նա ներեց մեզ մեր բոլոր հանցանքները և ոչնչացրեց հրամաններով հաստատված այն պարտամուրհակը, որ մեր դեմ էր, վերացրեց այն մեջտեղից և մեխեց խաչապայտին: Իշխանություններին և պետություններին զինաթափ արեց, հրապարակավ խայտառակեց նրանց պարտության մատնելով Քրիստոսի միջոցով նրա հարությամբ: Ուրեմն թող ոչ ոք ձեզ չդատապարտի ուտելու կամ խմելու, տոնական օրերի, նորալուսնի կամ շաբաթի հարցում, որոնք գալիք բաների ստվերներն են: Բուն մարմինը Քրիստոսն է: Թող ձեզ չխաբի ոչ ոք, որին հաճելի է, խոնարհ ձևանալով, հրեշտակներին պաշտամունք մատուցելով, դեռ չտեսած բաներին միջամուխ լինելով, անտեղի հպարտանալ մարմնական մտածումներով: Այդպիսին չի կարող կապված լինել գլխին՝ Քրիստոսին, որից ամբողջ մարմինը հոդերով և հոդակապերով հաղորդակցված և միակցված իր աճումն է ստանում այն աճումով, որ Աստծուց է: Եթե մեռաք Քրիստոսի հետ և այս աշխարհի տարերքի իշխանությունից դուրս եկաք, էլ ինչու աշխարհում ապրող էակների նման հետևում եք կանոններին, ասելով. «Մի մոտեցիր, մի ճաշակիր, մի դիպչիր», քանի որ այդ բոլորը գործածվելով ապականվում են ըստ մարդկանց պատվիրանների և վարդապետության: Նրանք կարող են իմաստուն ձևանալ իրենց ինքնակամ կրոնով, խոնարհությամբ և իրենց մարմնի խստակեցությամբ, բայց այդ բոլորը մարմնական ցանկությունները զսպելու համար ոչ մեկ արժեք չեն ներկայացնում: Եթե հարություն առաք Քրիստոսի հետ, ապա փնտրեցեք վերին բաները այնտեղ, ուր Քրիստոս նստած է Աստծու աջ կողմը: Վերին բաների մասին խորհեցեք և ոչ թե այն, որ այստեղ երկրի վրա է, քանզի մեռած եք և ձեր կյանքը պահված է Քրիստոսի հետ Աստծու մոտ: Իսկ երբ Քրիստոս ձեր կյանքը հայտնվի, այն ժամանակ դուք էլ նրա հետ կհայտնվեք փառքով: